Եծոտեր և ողորմյա օրդություն և կարգ, որ և որդու և որդու սրտու այժմ և միշտ և հավիտյան սավիտենից, ամեն։ Ամպարցես այցիլել Եսուս տեկեսեին ողջություն, ողջություն իսկյարն եկեսեի որադազել կսեցում։ Ամոծիզ այցիլել Սխաղության ամենայն աշխարհի վաստակության սրբե եկեղեցվոս դերաճեսոտ, ասաստու կանելիքյան միաբանության։ Տեր ողորմյա, հայր գտած, հարիքնամող, հարարիչ ամենայն արարածոց, ընկալս, մաղատալս, սարայությունոցի ժան երեկոյից խորարատես արադինեսյան պարկևով բարերարություն, ողորմյան դեր ամենայն աշխարհի վեպեպեեցվոտ ում սրտո հիվանդած, վշտացելոց, ճանապարհորդած, նավորտած, ոստովանողած, ապաշխարողած և ողկոցնանուցելոց, զիդուր դեր ամենակարգ Եսուս Տերս մեր և ըսկարի սարամեր դանսով կնտրել իմանան և քեզ ընկորքո և ամենասրտո հոգնույն, վայել է փար, իշխանություն և վարուն, այժմ և միշտ և հատուկյանը սավիտենից, ամեն։ Եվ ևս խաղություն ստերաղաչեսոք ընկալկեցո է ողորմյա։ Որդություն և պար, նոր և որդվո և ովքույն սրտո, այժմ և միշտ և հավիտյան սավիտենից։ Այսոս
Եվ ևս խաղության ստեր աղաչեսո կնկալկեցո է ողորմյամ։ Ողջություն և փառք, Հոր և Որդու և Հոգուստը քո, այժմ և միշտ և անտյալս հավիտենից։ Ամեն։ Amen.
խաղաղություն քո
հավիտյան սանիտինից, ամեն, որ նրանք մեր Հիսուս Քրիստոս, ամեն, հայր մեր, որ եկիչս, որ եկիցիանքո, 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 որ վեսոքինուս էրկի, ըսած մեր անապազը, ներզակիսոս, և թող մեզ սպարկիս մեր, որ վեսում մեր թող մեր ուզվատականած, և վիտանից մեսի որչություն, այլ կրյաց մեսի ճարը, զիքներ արգարեցություն և գրություն և կար հավիտյանս, ամեն։ Սիրելներ այսօրվա կարոսի փոխարեն երկու բառ ես խոսեմ և ձեզ արձակեմ։ Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտնի վիրավն տոնի նախատոնակը կատարեց։ Սա նշանակում է, որ մենք այլևս գտնվում ենք այդ տոնի խորհրդի մեջ։ Ես այսօր առավոտվանից երևի անընդհատ սրա մասին եմ խոսում և չեմ զլանում նորից նույն բանի մասին խոսում։ Ի տարբերություն սովորական բանդարկության, սովորական ձերբակալման և կալանավորման, Սուրբ Գրիգոր Լուսավորչի բանդարկությունը տոն է մեզ համար։ Զարմանալիորեն մենք տոնում ենք, մարդը բանդարկվել է, ծմա դատապարտվել է ազատազրկման, այլևս հույս չունի ապրելու, խոր վիրաբի այդ բանդի մեջ է հայտնվել, բայց մենք ուրախանում ու տոնում ենք այդ խորհրդում։ Ինչու, որովհետև հետևանքը գիտենք, հետևանքը գիտենք։ Սա չափազանց կարևոր է սիրելիներ, հետևանքը իմանալ չարչարանքի և փորձությանը։ Յուրաքանչյուր քրիստոնյայի համար այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մանավանդ հայ քրիստոնյայի համար լավագույն օրինակներից մեկն է, եթե ոչ առաջինը։ Ինքը չգիտեր հետևանքը, բայց ինքը խոնարհաբար ընդունեց թագավորի կամքը, չնայած և անարդար կամքը, ընդունեց և հանձնվեց բանդարկության, հասկանալով ու գիտակցելով, որ բանդում լինի թե ազատության մեջ, դրսում լինի թե ներսում, պարգազ լինի թե կանգնած, Աստված է իր տեղում։ Արդյոք մենք, որպես քրիստոնյաներ, այսօր այդ հոգեբանությունը ունենք թե չէ։ Արդյոք մենք չենք ձգտում մեր հարմարավետությանը, մեր կոմֆորտին, ավելի շատ քան Աստծո կամքի արտահայտությանը մեր կյանքում։ Սա հարցադրում է, որ այսօր յուրաքանչյուր մեկս կարող ենք ինքներս մեզ հարցնել և փնտրել պատասխան։ Եվ երկրորդ կետ, Սուրբ Գրիգորը հետևանքը չգիտեր, բայց Աստծո կամքը ավելի մեծ էր իր կյանքի մեջ արտահայտված, քան հետևանքի սպասումը։ Շատ դեպքերում մարդիկ կան, չէ, տկար հավատքով և հետևանքը չիմանալու պատճառով, կասկածամտությամբ, երբեմն դիմում են կախարդներին, գուշակներին, թուղթուգիր այսպես կոչված անողներին ու չանողներին, քանդողներին ու բացողներին, կպցնողներին ու փողողներին, ինչ տեսակներ ասես կան ժամանակակից 21-րդ տարում։ Առանց հասկանալու, որ հետևանքի փնտրտուքը միշտ չէ, որ արդար է, ճշմարիտ է և աստվածահաճո է։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը այդ հետևանքը չփնտրեց, հակառակ դրան Աստված պարգևեց իրեն հրեշտակի խնամքը, հրեշտակի հոգատարությունը և մխիթարանքը։ Ինքն էլ մտածում էր, որ ուր որ է կմեռնի, գոնե Աստծո հետ հաշտ գնա իր ճանապարհը։ Ամեն օրը ապրում էր որպես վերջին օր։ Ամեն օրը ապրում էր որպես վերջին օր։ Այսօր սիրելիները, սա նույնպես մեզ դաս և օրինակ է չփնտրելու հետևանքը, չփնտրելու կեղծ ճանապարհով հետևանքը, այլ փորձել հասկանալ, որ այսօրը իմ վերջին օրս է, և այսօր ես պետք է ապրեմ Աստծո կամքով, այսօր իմ վերջին օրս է, և եթե այսինչ բան այսօր չանեմ, վաղը այլևս ուշ է լինելու, որովհետև կարող է վաղը չլինեմ, և սա մեզ կօգնի, որպեսզի մեր հավատքը ավելի հաստատուն դառնա, մեր կապը Աստծո հետ ավելի հաստատուն լինի։ Եվ վերջի վերջո, սիրելիներ, Սուրբ Գրիգորի օրինակը մեզ ցույց տվեց, որ 13 տարի, 14 տարի բանդարկության արդյունքը պիտի լիներ մի ամբողջ ժողովրդի դարձը և քրիստոնեության ընդունումը։ Ինքը չգիտեր, որ ինքը այդ առաքելության է կոչված, բայց Աստված գիտեր իր առաքելությունը։ Եվ ինչքան մեծ է առաքելությունը, այնքան փորձությունները ավելի շատ են, ոչ թե նրա համար, որ մարդը խեղճանա, ընկճվի, այլ որպեսզի մարդը այդ փորձությունների մեջ կոփվի, կռվի, ինչպես որ երկաթը կոփվում է հրով, ինչպես որ ոսկին մաքրվում է հրով, այդքան Սուրբ Գրիգոր Լուսավորչի փորձությունները եղան իր համար մաքրման, պնդման, ամրապնդման շրջան։ Հետևաբար, երբ մենք այսօր փոքրիկ փորձություններ ունենք, փոքրիկ եմ ասում, որովհետև Սուրբ Գրիգորի փորձության համեմատ առ ոչինչ է մեր փորձությունները։ Երբ որ մենք փոքրիկ փորձություններ ունենք եւ չենք ուզում, վախենում ենք այդ փորձություններին
դեմ դիմաց կանգնելու կամ ընդունելու եւ սկսելու պայքարել, մենք չենք ուզում, որ մեր ոսկին մաքրվի, մենք չենք ուզում, որ մեր երկաթը կոփվի, մենք ուզում ենք մեզանից հեռու լինի այդ ամեն ինչը, մենք խաղաղ կյանքով չագերտավոր խաղաղ ապրենք, այդպես չի լինում։ Յուրաքանչյուր փորձությանը հաջորդելու է Աստծո օրհնությունը, եթե մենք կարողանալու ենք պատվով եւ քրիստոնյային վայր կեցվածքով տանել այդ փորձությունը։ Ինչպես Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տարավ։ Եվ հետևանքը այլևս Աստված ինքն է դասավորում մեր կյանքի համար։ Ուրեմն մինչև հետևանքները փնտրելը մենք պիտի այսօր պատրաստ լինենք ինքներս մեզ ամրացնելու այդ հետևանքը վայելելու համար։ Որովհետև ես պատրաստ չեմ այն օրհնությանը, որ Աստված ինձ համար պատրաստել է։ Եվ հոգով պատրաստ չեմ, եւ հավատքով պատրաստ չեմ, եւ մտքով պատրաստ չեմ, եւ իմ կենսաղավարությամբ պատրաստ չեմ։ Եվ Աստված թույլ է տալիս փորձությունը իմ կյանքում, որ ես պատրաստ լինեմ։ Որովհետև Աստված ասում է, որ քո դրամապանակը փոքր է $1 միլիոն ունենալու համար։ Դրամապանակ կար իր քեզ։ Օրինակ եմ բերում ամենապարզ։ Ուրեմն այսօր ինձ ասում է, որ քո հոգին փոքր է, փոքր հոգի ես դու, հավատքդ տկար է։ Դեռ չես կարողացել հասկանալ Աստծո շնորհի կարևորությունը քո կյանքում։ Ուրեմն փորձությունը տար, որովհետև քեզ ավելի մեծին եմ արժանացնելու։ Քչի մեջ հավատարիմը շատի մեջ է հավատարիմ դառնալու։ Այս իմաստով մոտեցեք ձեր կյանքին, ամեն մեկ օրվան սիրելիներ։ Համարեք, որ սա ձեր քիչն է, բայց փորձությունը պիտի տանեք, որպեսզի կարողանաք այդ շատին պատրաստ լինել։ Մենք միշտ արժանի ենք Տիրոջ ողորմության, այլապես արժանի չենք ոչ մի բան։ Բայց Տիրոջ ողորմությունը մեզ արժանացնում է, հետևաբար մենք ինքներս պիտի մեզ պատրաստ տեսնենք նաև այդ ամեն ինչի մեջ։ Ինչպես Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, երբ դուրս եկավ, չնայած այդ տարիների տանջանքին ու չարչարանքին, առաջին բանը որ արեց, պահք եւ ծոմ պահեց, ապաշխարության շրջան անցավ։ Ոչ թե տրտատի համար, այլ նախ եւ առաջ իր համար, հետո նոր թագավորի եւ ամբողջ ազգի համար։ Մենք պատրաստ ենք արդյոք մեր անձերի համար այդ ծոմապահության շրջանը անցնել, այդ ապաշխարության շրջանը անցնել, մաքրագործման շրջանը, ոչ թե նրա համար, որ սգավոր լինենք, այլ նրա համար, որ թագավոր լինենք Տիրոջ հետ միասին։ Ուրեմն այս իմաստով սիրելիներս, Սուրբ Գրիգորի մուտքի վիրապի տոնը տոն է մեզ համար, որտեղ մենք տեսնում ենք, թե ինչ մեծ խորհուրդ է այնտեղ թաքնված։ Եվ վաղ առավոտյան այլևս պատարակով պիտի կարողանանք մտնել այդ գաղափարի մեջ, այդ ապրումի մեջ, եւ ես մաղթում եմ, որ այսօրվանից սկսյալ նաեւ մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետը իր մշտական բարեխոսությունը պահի մեր ժողովրդի համար։ Սա միայն խոսքեր չէ, այն ժողովրդի համար, ով աղոթում է։ Վերջերս մի դրվագի հանդիպեցի։ Մովսեսին, որ Աստված ասում է, այդ հրյաներին բոլորին պատժելու եմ, որովհետև լավ չպահեցին իրենց, ասում է ինձ էլ իրենց հետ պատժի, որտեղ ես իրենցից մեկն եմ։ Լավ ասում է, եթե դու ես խնդրում, քո աղոթքի դիմաց իրենց կբարձրացրեմ։ Իմացեք ամեն մեկը մեկ աղոթող եք ես ազգի համար։ Չկարծեք, որ ձեզանով բան չի լինի։ Մեկ արդար գտնի Աստված, բավական է, որ Տիրոջ քութը շարժվի։ Եթե փորձենք ամեն մեկս այդ մեկ արդարը լինել, կտեսնեք արդյունքում Տերը ինչքան ողորմած կլինի մեզ։ Ուղղակի մենք ամեն մեկս մտածում ենք, որ այդ մեկը ես չեմ, այդ մեկը Ներսեսն է, մեկն էլ կասի չէ Տիգրանն է, մյուսը կասի չէ Գեղամն է, եւ այդպես ոչ մեկս չենք աղոթել։ Ուրեմն մտածեք ամեն մեկը մեկ արդար եք, եթե արդար եք, արդար չենք իհարկե, բայց չագերտավոր։ Մեկ արդար ենք, որ պիտի Աստծուն խնդրենք մեր ազգի համար, մեր ժողովրդի համար։ Աստված օրհնի ձեզ, օրհնյալ լինեք Սուրբ Ոգու շնորհներով, գնաք խաղաղությամբ եւ մեր Տեր Հիսուս Քրիստոս տոնի ձեզ եւ բոլորիս հետ։ Ամեն։ Բաճկարակի։ Արի հա։ Դե բացեք։ Բացեք չէ։ Կարող է բանջովել ես վաղվան գիշերյանի մեջ տնեմ, օրենքով գիշերյանի մեջ եմ, որտեղ այդ հաղոր Չբերանում է այդ վաղվանը, չի բերում